Բարև ձեզ, Ֆակտոր TV-ի հյուրը իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանն է, ողջույն Հարությունյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս խոսում է քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու մեջ եւ նա դժգոհում էր, որ դա օրինակ դեգրադացնում է կրթության ոլորտը, տղաներին հետ է պահում այդ քրեական ենթամշակույթի գոյությունը կրթությունից մեզ հարիր չէ դասապրոցեսով զբաղվել, այլ հարիր է գնալ եւ թաղերում պտտվել, կռիվներ փնտրել, նմանատիպ տեսաններ էր նկարագրում եւ բանակում քրեական ենթամշակույթից էր նաեւ խոսում, մենք գիտենք իրավապաշտպան համայնքը մշտապես խոսել է մահվան վիճակագրությունից եւ որպես պատճառներից մեկը դա նշել, այնց հետաքրքիր է, իսկ ինչ է անում կառավարությունը քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար, մենք հետո կմտնենք բանտերի տարածք այս հարցով։ Շնորհակալություն նախ հրավերի համար եւ հերթական անգամ կրկին շատ կարեւոր թեմայի անդրադառնալու, որովհետեւ վերջին շրջանում, վերջին տարիներում մեր իրավական, հասարակական, քաղաքական կյանքում իրադարձությունները այնքան արագ եւ ակտիվ են, որ կարծես թե առանձին ոլորտների շատ կարևոր հարցերի հերթ չի էլ հասնում, ես մասնավորապես կարող եմ նաեւ տարածել քաղաքասարակության զբաղվածության եւ մարտահրավերների առումով, որովհետեւ դուք հիմա բարձրացնում եք մի հարց, որը անձամբ ինձ համար արդեն տասնամյակից ավելին օրակարգային է դրա դեմ պայքարի առնչությամբ եւ մասնավորապես փակ հաստատությունների համատեքստում, որովհետեւ ենթամշակույթի այդ հանցավորության երևույթը իրենով ոչ միայն Հայաստանում, այլ կարող ենք դիտարկել հետխորհրդային երկրների համատեքստում հատկապես մշտապես եղել է հանցավորության որպես առանձին տեսակ, նաեւ դիտարկվել է իշխանության որպես նաեւ ինքնուրույն եւ առանձին դրսեւորում։ Շատ հաճախ եթե մենք ուսումնասիրություն կատարենք տարբեր աշխատությունների շրջանակներում, այն ներկայացվում է նաեւ որպես առանձին իշխանություն, հա, փակ հաստատություններում այն դրսևորվում է յուրովի, որի արդյունքը գերակշիռ դեպքերում հանգեցնում է մարդու իրավունքների կոպտագույն խախտումների։ Կներեք, ես բանակում ծառայած լինելով կարող եմ ասել, որ քրեական ենթամշակույթը արմատախիլ արվելու փոխարեն վերևների կողմից դա կարող ենք թե բանակի վրա նշել, թե քրեակատարական հիմնարկների, թե կյանքում կիրառվում է որպես իշխանության միջոց, այսինքն կառավարողները փոխանակ արմատախիլ անեն, հա, այսպես ասենք յախշիների կամ զոնդայողների ինստիտուտ են ստեղծում եւ այո, կառավարում։ Փակուղային չի այդ պարագայում իրադրությունը դա։ Դա նշանակում է, որ անընդհատ կառավարությունը ինքնին իր ռազմավարություններով, որոշումներով կարող է մտնել այնպիսի մի ցիկլի մեջ, որ թվա թե պայքար է մղում, բայց իրականում հողի վրա դա որևէ արդյունք չտա։ Եվ ձեր ասածը հենց այն մասին է, ինչը ես նշեցի, պատահական չնշեցի, որ հանցավորության նման տեսակը համարվում է նաև որպես առանձին իշխանություն։ Միկրոմիջավայրերում այն լավագույնս դրսևորվում է եւ դրա դեմ պայքարը ցավոք սրտի չի կարող լինել մեկ մեխանիզմով կամ միակողմանի, օրինակ օրենսդրական մակարդակով։ Եկեք հետ հայացք նետենք, տեսնենք ինչ է վերջին տարիներին արվել, ինչ խնդիրներ է եղել եւ ինչքանով է արդյունավետ եղել։ Ես մի բան էլ հիշեցնեմ, անընդհատ ընդհատում է, բայց մեծ է գայթակղությունը հիշեցնելու, որ Նիկոլ Փաշինյանը սպառնում էր պոլերով տալ եւ ասֆալտներին պարկեսնել քրեական ենթամշակույթ կրողներ եւ մի շրջան, եթե անկեղծ լինենք, նման դրսևորումներ կային, հա, մտնում էին, հավաքում էին այդ մարդկանց, տանում էին եւ չգիտենք ինչեր տեղի ունեին։ Ցավոք սրտի նման կերպ քրեական ենթամշակույթի հանցավորության նման դրսևորումների դեմ պայքարելը որևէ պարագայում չի կարող դրական արդյունք տալ կամ ավելի վատ որոշակի կարճ ժամանակահատվածում այն կարող է ստեղծել իմիտացիա, որ երևույթը վերացել է, բայց շատ կարճ ժամանակ հետո մենք ականատես լինենք նույն այդ երևույթի այլ ձևաչափով դրսևորումներին։ Սրա լավագույն օրինակը, լավագույնը բնականաբար փոխաբերական իմաստով մենք տեսնում ենք քրեակատարական հիմնարկներում, փակ հաստատություններում, որովհետև երկար ժամանակ տարիներ շարունակ խոսքեր գնում քրեական ենթամշակույթի դեմ կանխարգելիչ միջոցների
միջոցներ ձեռնարկելու եւ մասնավորապես օրենսդրական գործիքակազմով Եվ կա օրենք, չէ՞։ Այո։ Մենք վերջին տարիներին ունեցանք, այո, առաջընթաց է, անհրաժեշտ է, բայց բավարար չէ։ Չի կարող օրենսդրական կարգավորումը եւ քրեական դաշտ բերելը այդ դրսևորումը բավարար հիմք լինել, որովհետև մի շարք հանգամանքներ կան, սկսած ամենակարևորը նրանից, թե ինչպես է տրվելու որակ, ինչպես են դուրս բերվելու նման դրսևորումները եւ որակում տրվի։ Անձը պետք է ընդունի, չէ՞, որ ինքը պետք է ընդունի, բավարար տվյալներ պիտի լինեն, դա չես կարող զուտ սոս կեղծ խոստովանական տվյալների հիման վրա համարել, որովհետև մենք խոսում ենք այնպիսի մի համակարգի մասին, որտեղ շատ դժվար է լիարժեք ճշմարտությանը մոտ տեղեկություն ստանալ։ Եվ ես սա կկապեմ նաև հիմա կանադառնամ նաև վերջին զարգացումների հետ, որովհետև մենք գործ ունենք մի փակ շղթայի փակ համակարգի հետ, որտեղ ցավոք սրտի հասկանալ պատճառ հետևանքները շատ բարդ է, որովհետև դրա հիմքում հենց այդ քրեական ենթամշակույթն է շատ հաճախ, որի որպես արդյունք մենք տեսնում ենք նման կոպտագույն խախտումները պատվերաբերմունքի կամ կյանքի իրավունքի խախտումների տեսքով։ Հիմա կառավարության գործողությունների մասով կառավարությունը բավականին երկար քննարկումների արդյունքում եւ ես հիշում եմ, որ այդ խոսակցությունները եւ նախաձեռնություն դրվել էր դեռևս մինչեւ 2018 թվականը, ես ինքս երկար տարիներ լինելով դիտորդական խմբի անդամ, նաեւ համակարգելով խմբի աշխատանքները, տեղյակ եմ եղել, մասնակցել եմ, մենք ինքներս հանդես ենք եկել պարբերաբար առաջարկություններով, խնդիրների մասին բարձրաձայնել ենք, բայց ցավոք սրտի մեր հիմնական առաջարկները եւ պահանջը, որ մենք մշտապես նշում ենք, ես հիշում եմ, ինքս մշտապես նշել եմ, որ միայն օրենսդրական կարգավորումներով բավարար չէ եւ մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ որ լինի օրենսդրություն, բավարար հիմքեր լինեն, բայց մենք առնչվենք շատ ավելի վատ դրսևորումների հետ, որովհետեւ եթե համակարգում տեղի չի ունենում կրթական, սոցիալական բարեփոխումներ, նշանակում է մենք ունենք զուտ ձևական որոշակի կարգավորումներ, որոնք պրակտիկայում միգուցե նույնիսկ կյանք որպես այդպեսին չստանան կամ կիրառվեն այն դրսևորումների նկատմամբ, որոնք իրականում այդ բնույթի չեն։ Այսինքն մենք նույնիսկ չկարողանանք իրականում վերհանենք քրեական ենթամշակույթի իրական դրսևորումները, բայց նման դրսևորումները մնան անպատիժ, ընդհակառակը ձնագնդի էֆեկտով շարունակական լինեն եւ դա որևէ արդյունք չտա։ Մինչդեռ որպեսզի քրեական ենթամշակույթի դեմ պայքարը իրական եւ արդյունավետ լինի, դա պարտադիրել չի բոլորի համար, որ տեսանելի եւ ակտիվ որոշակի process լինի։ Մենք գործ ունենք այնպիսի համակարգի եւ մշակույթի հետ, որը պահանջում է ժամանակատար բազմոլորտ եւ շատ մանրակրկիտ աշխատանք, որը առաջին հերթին կարող է ենթադրել օրինակ առհասարակ բարքերի եւ արկա մթնոլորտի նկատմամբ համապատասխան մոտեցումների փոփոխություն։ 5-րդ ինքնասպանության դեպքը եւ 10-րդ մահվան դեպքը տեղի ունեցավ Օրես Նուբարաշենի բանտում, ընդհանրապես անցյալ տարի 12 դեպքեր գրանցվել եւ հացադուլ հայտարարել 298 անց, ինքնավնասում 200 բանտարկյալ, սա կարող է ներկայացնել են մթնոլորտը, որ կա փակ հաստատություններում, այսինքն սրանից գալիս է բռնության հոտ, բռնության տարածվածություն, քրեական ենթամշակույթի արկայություն քրեակատարական հիմնարկներում, այսինքն մարդը ինչքան պետք է տանջվի, տառապի, ինչպիսի ֆիզիկական, նյութական վնասներ կրելու վտանգի առաջ պետք է կանգնի, որ կյանքին վերջ տա, երբ որ նույնը զինված ուժերում է տեղի ունենում, այս իշխանության, բարեփոխիչ իշխանության ներկայացուցիչները էլ ասում են, որ բանակը հասարակության հայելին է, այսինքն այսպես հասարակության վրա են գցում։ Դեռ չեմ լսել, որ ինքնասպանության այս ՔԿ-ներում դեպքեր էլի գցեն հասարակության գրպանը, բայց սրանք հատուկ ռեժիմային գոտիներ են, պետության պատասխանատվության գոտիներ են։ Ով է մեղավոր պայքարի այսպիսի թվերի համար։ Եթե ուղիղ հարցին պատասխան տանք, միանշանակ փակ հաստատությունում կյանքի իրավունքի խախտման ցանկացած դրսևորման պատասխանատուն պետությունն է, իդեմս այդ պահին պատասխանատու անձանց եւ գերատեսչությունների, որովհետեւ մենք գործ ունենք պոզիտիվ պարտավորությունների հետ։
Անձը հայտնվեց պետության վերահսկողության ներքո, դա կլինի զիված ուժերում դրսևորումները եւ մասնավորապես որպես փակ, հա, ուղիղ իմաստով քրեակատարական հիմնարկների պարագայում ցանկացած դրսևորման հասցեատերը դա պետությունն է իդեմս այն մարմինների նախարարություն, քրեակատարական վարչություն եւ արդեն տեղերում կոնկրետ քրեակատարական հիմնարկները, որոնցից պահանջվում է կանոնակարգել հարաբերությունները, ցուցաբերել հետևողականություն ցանկացած դրսևորման նկատմամբ։ Իսկ զոն նայողների ինստիտուտի նկատմամբ կան հանդուրժողականություն բանտերի ղեկավարության կողմից, թե այդ զոն նայողների միջոցով իրենք կառավարում են այդ ներքին հարաբերությունները։ Տեսեք, վերջին տարիների կտրվածքով ես չեմ կարող թարմ տվյալներ ներկայացնել, բայց առհասարակ երևույթի առնչությամբ տասնամյակից ավել մոտեցումը այնպիսին է եղել, որ ցավոք սրտի շատ հաճախ այդ զոն նայողների ինստիտուտ եւ քրեակատարողական ադմինիստրացիա շատ համահունչ զուգահեռ process է տեղի ունեցել, որովհետեւ շատ դեպքերում հարցերի լուծումը շատ ավելի արդյունավետ է եղել համագործակցության պարագայում։ Երբ որ պետությունը քայլ է կատարում երևույթի, այսպես ասած, արմատախիլ անելու համար, դա կոշտ միջոցն է, քրեական պատժամիջոցների եղանակով, որը իրավասու մարմինները ինքնին պիտի պատրաստ լինեն դրա նաև հակառակ էֆեկտին։ Չի կարող դա հարթ եւ միատեսակ մոտեցումը ստանալով process լինել, որովհետեւ պիտի պատրաստ լինեն ներսից նաև դիմադրության եւ նաև հակառակ հարվածներին եւ ես չեմ բացառում, որ Նուբարաշենում 2-3 շաբաթ առաջ տեղի ունեցած հրդեհի, ինքնավնասումների, խցերը ավիրելու հետ կապված տեղեկությունը, որ մենք ստացանք, տարածվեց եւ դրան հաջորդեց նաեւ եւ դրան զուգահեռ ընթացքում նաեւ հաստատված տվյալներով արդեն եւ մի աշխատակազմի եւ դիտորդական խմբի կողմից փաստական տվյալներով, որ այո տեղի են ունեցել բռնության դեպքեր, կիրառվել է հատուկ միջոցներ, ուժ է գործադրվել, ես չեմ բացառում, որ սրանք այն դեպքերն են, որը ունեն նաև շատ խորքային այլ պատճառներ, այլ դրսևորումներ, մենք միայն մակերեսի հետևանքներին ենք ծանոթանում, բայց թե ինչի արդյունք է դա եղել։ Ավիրելում կողմից ինչ մարտահրավեր է եղել նախարարությանը եւ քրեակատարական վարչությանը ուղղված, սրանք են հարցերը, որ պիտի հենց առաջին հերթին վարչությունը հետամուտ լինի լիարժեք պատկերը ունենալ, հակառակ դեպքում սրանք կլինեն կրկնվող դեպքեր։ Կոպիտ ասած, եթե մենք կնեք այս ավերները բանտախցերի եւ այլն դրանք այսպես ապստամբության դեպքեր են, թե հատուկ ջոկատայիններն են մտնում ավիրում։ Տեսեք, ես պատահական չեմ նշում, որ փակ համակարգի հետ գործ ունենալիս դու չես կարող վստահ լինել ստացված տվյալներին։ Ես չեմ բացառում, նույնիսկ որ Արդարադատության նախարարությունում մինչև վերջին րոպեն լիարժեք պատկերացում եւ ինֆորմացիա չի եղել, թե տեղում ինչ է կատարվում։ Եվ ես ասում եմ որպես մարդ, ով շուրջ 8 տարի շաբաթական գոնե առնվազն մեկ անգամ գրաֆիկով այցելություններ կատարել է։ Եվ սա ցավոք սրտի կարող է նաեւ քրեակատարական հիմնարկներից հակառակ մարտահրավերը լինել նոր կադրային քաղաքականությանը, որը ցավոք սրտի ցույց տվեց, որ նախարարությունը եւ վարչությունը փաստացի իրավիճակին չեն տիրապետում եւ ոչ միայն տեղում հնարավոր չէ կարգավորել առկա խնդիրները, այլ կանխարգելման մասին խոսք առհասարակ չի գնում։ Սրա մասին խոսում է 4 ամսվա կտրվածքով տեղի ունեցած այդ դեպքերի թիվը։ Ես չեմ հիշում ստատիստիկա, որ 4 ամսվա պարագայում 4 ամսվա կտրվածքով մենք ունենայինք քրեակատարական հիմնարկներում 10 մահվան դեպք, որից կեսը ինքնասպանություններն էին, չէ՞, դուք ինքներդ նշեցիք։ Իսկ ինքնասպանությունը դա շատ ավելի լուրջ դեպք է, շատ ավելին է, քան սոսկ քրեական օրենսգրքով այդ նախատեսված։ Եվ դա կարող է ենթադրել միջավայրը։ Դա կարող է ենթադրել տարբեր երևույթներ, Ռոբերտ, մենք չգիտենք ինչ է նախորդել դրան։ Միջանձնային հարաբերություններում եւ ադմինիստրացիա դատապարտված անձ հարաբերություններում եւ սրան պետք է պատասխան տրվի վարչության եւ նախարարության կողմից եւ ոչ թե անմիջապես այդ դեպքերից հետո հայտարարվի, որ ապստամբությանը կանխելու եւ զսպելու համար
իրավաչափ միջոցներ են գործադրվել, հատուկ միջոցներ կիրառվելով, որովհետև նման հայտարարություն հնարավոր է անել քննություն, մասնավորապես արդյունավետ քննություն կատարելուց հետո, երբ որ ամբողջական հանգամանքները կպարզվեն եւ որոշակի պատկեր կլինի նաեւ ձեր կողմից նշված մեղավորության մասով, որովհետեւ պետք է նախ հասկանանք, չէ, ինչ է կատարվել, որ փակ միջավայրում գտնվող խցում փակված անձը ինչպիսի վտանգ պիտի իրանից ներկայացներ, որ կարիք լիներ հատուկ միջոցների կիրառմամբ նրան վնասազերծել։ Այստեղ մի ուրիշ հարց կա, կնեք ընդհատելու համար, տեսեք, վարչապետը ասում է պետք է քրեական ենթամշակույթի դեմ պայքարել։ Շատ լավ բան է ասում իրականում, բայց երբ որ մենք տեսնում ենք պետության պայքարի միջոցը այսպես կոչված քրեական ենթամշակույթի տարերի դեմ, ես որևէ մեկին եւ այս դեպքով չեմ պիտակավորում, հա, դիտորդական խումբը արձանագրել է բռնություն, դաժան ծեծկեղ, տոտալ կողիններ, ջարդված մահճականներ, փչացած գույք, այսինքն այն խցերում, որտեղ 40 հատուկ ջոկատայիններ ըստ ահազանգերի, ցմահների, բանտի ղեկավարության կողմից բերվել են եւ հարձակվել են այս մարդկանց վրա, ծեծրել, կոտրել եւ ջարդ ու փշուր արել։ Կարելի է ջարդ ու փշուր անելով, ծեծելով բանտարկյալներին պայքարել քրեական ենթամշակույթի դեմ, չէ՞ որ բռնությունը, ծեծը, ջարդը եւս քրեական մշակույթի ենթամշակույթի մի հատկանիշ է, ի՞նչ տարբերություն, հիմա այսպես ասենք օրենքով գողն է այդ բռնության կիրառողը, թե հատուկ ջոկատայինը, եթե բռնություն կիրառում է պետության ներկայացուցիչը, դա քրեական ենթամշակույթ չի, դա դաստիարակչական աշխատանք է, հա։ Դրա համար մենք ունենք հստակ տարբերակում, թե ինչ կարելի է եւ կարող է անել պետության անունից հանդես եկող անձը կամ ինստիտուտը, պատահական չի նախատեսված հատուկ միջոցների կիրառման ինստիտուտը, բայց դրա համար պետք է լինեն անհրաժեշտ հիմքեր եւ ամենակարևորը պահվի համաչափությունը։ Եթե ես կարող եմ այդ կոնկրետ վտանգը վնասազերծել ավելի նվազ միջոցով, սկսած, օրինակ պետք է խնդիրը հասկանալ ինչն էր այդ ապստամբության պատճառը, կան համապատասխան անձինք, որովհետև պատահական չի քրեակատողական հիմնարկներում ներդրված սոցիալ-հոգեբանական իրավական բաժինը, չէ, որը պետք է ամենօրյա գրաֆիկով աշխատի։ Բանակում էլ հոգեբանների ինստիտուտ կար եւ մենք այդ մարդկանց տեսնում ենք զբոսնելիս եւ երբեք որևէ զինվորի չեն անդրադառնամ, թե արդյոք հիմնարկում պահվող անձանց քանակի հաշվարկով արկա հաստիկները, եթե նույնիսկ համալրված են, բավարար են, թե ոչ ամենօրյա գրաֆիկով։ Լսում է բանի տեղ։ Դա այլ հարց է, կիսում եմ ամբողջությամբ, բայց պետության կողմից այդ ձեր նշած հանգամանքը, որ չէին կարող, միանշակ կարող են, բայց այդ կարող ենը պիտի ունենա նաև բավարար հիմքեր եւ ամենակարևորը ես նշեցի, մենք պարբերաբար վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում ականատես ենք լինում դեպքեր, երբ ուժային կառույցների կողմից իրենց տրված այդ լծակը օգտագործվում է խախտելով համաչափության սկզբունքը փողոցում ոստիկանության կողմից, բանտերում համապատասխան այլ անձանց կողմից եւ ամենակարևորը չի իրականացվում քննություն, որպեսզի այդ մտահոգությանը պատասխան տրվի որոշակի որակում, որը եւ ամենակարևոր նախադրյալը կլինի հետագայում նման դեպքերը կանխելու համար։ Եվ ստեղծված իրավիճակում է, որ մենք անընդհատ նույն ցիկլի մեջ ենք, կա խախտում, դա որևէ ձև չի արձանագրվում, մեղավորները չեն բացահայտվում պատասխանատվության ինստիտուտ, որպես այդպեսին չկա անպատժելիություն է, եւ հաջորդ անգամ մենք ավելի վատ դրսևորումների ենք ականատես լինում։ Տիկին Հարությունյան, ես առաջարկում եմ դուրս գանք բանտերից, գանք քաղաքացիական կյանք եւ բռնություն եւ անպատժելիություն։ Այս երևույթներին առնչվում ենք նաեւ այլ գործեր։ Օրինակ տասնյակ հազարավոր մարդկանց առնչվող կարող են թեմաներ լինել, հա, օրինակ վարչապետը ասում է կան բազմաթիվ գործեր, տասնյակ հազարավոր, եւ դրանցից մի քանիսով է տպավորություն կազմվում, արդյոք դատաիրավական համակարգը արդար է աշխատում, թե չէ, այդ համաժողովում դուք էլ եք ներկա, դա էր ասում, եւ այսպես նշանային գործեր կան։ Օրինակ վարչապետը ասում էր մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է, մենք այսօր չունենք որևէ պատժված։ Հիմա ես որպես քաղաքացի նշանային գործ է, էլի, նայում եմ, պատժված կա թե չէ, չոր պետք է ես դիտարկեմ, կներեք, էլի, ասում են, դե բացահայտել ենք, բայց դատարանը չի գնահատել կամ վաղեմության ժամկետ է անցել եւ այլ կամ մյուսը շատ պարզ բան մասկական падգամավոր Հակոբ Ասլանյանի եւ Սամվել Վարդանյանի միջադեպը պարոն Վարդանյանը տուգանվում է օքեյ թող գնան պարզեն արդյոք արժանի էր տուգանքի թե չէ
բայց մարդուն ըստ իրեն խոշտանգել են ոստիկանական վերահսկողության տակ գտնվելիս, ծեծել ջարդել է եւ որևէ մեկը պատասխան չի տալիս։ Հիմա երբ որ վարչապետն ասում է դե հատուկ դեպքերով են նայում, արդյոք դատական համակարգը բարեփոխված է թե չէ, եթե այս մարդու խոշտանգման գործը առաջ չի գնում եւ ըստ էության պատժելիություն չկա։ Մենք ինչ դեպքերով նայենք, ինչ որ մեկը ինչ որ մեկին դատի տվեց ոսկի գողանալու համար։ Ես այդ գործով պետք է համոզվեմ ինչ որ բան փոխվել է դատական համակարգում, թե նաև կներեք քաղաքական նշանակության գործերով, չէ՞ որ հենց այդտեղ է Տիկին Հարությունյան երևում դատական համակարգի արդարացիությունը, ազնվությունը, իշխանության դեմ էլ որոշ, հա, թող որոշումներ կայացնեն կամ քանի ոստիկան է օրինակ պատժվել նույն ընդդիմադիրներին ծեծելու համար, օրինակ ես չգիտեմ, ծառայողական քննություններ են իրականացվում եւ դրանց մասին մոռանում ենք։ Մինչդեռ նույն ընդդիմադիրները ծեծվում են։ Ես ոչ մեկին չեմ պաշտպանում, ուղղակի արդարության սկզբունքը երբ որ չի պաշտպանվում։ Պաշտպանելու մասին խոսք չկա, ես լրիվ հասկացա ձեր հարցը, պետք է որ երկար է, ձեր թույլտվությամբ բաժանենք մի քանի մասերի եւ դատական իշխանության բարեփոխումների մասով մեր արդարադատությունը տեսանելի լինելու մասով եւ շատ լավ օրինակ ներկայացրեցիք, անպայման կուզեմ դրան առանձին անդրադառնալ, որովհետեւ այդ մեկ դրվագը ցույց տվեց, թե ինչքանով է համակարգը իրենով ունակ, նման դրսևորումներին, վատ վերաբերմունքի դրսևորումներին Սամվել Վարդանյանի դեպքով արձագանքել, բայց ձեր թույլտվությամբ զուտ 2 րոպե նաև ուզում եմ նախորդ միտքս ավարտել, թե ինչու մենք քրեական ենթամշակույթին վերջ-վերջո չեն կարողանում որոշակի այսպես այնպիսի պատասխան տալ կանխարգելման տեսանկյունից, որ կարողանանք հատկապես փակհաստատություններն որոշակի վերջնակետի հասնել։ Դա չի էլ կարող որպես այդպիսին արդյունք տալ եւ արդյունավետ լինել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում քրեական ենթամշակույթի դեմ ընդհանուր կանխարգելում։ Չես կարող քրեական ենթամշակույթի դեմ պայքարել միայն օրենսդրական ճանապարհով։ Այն պահանջում է համալիր մոտեցում, համակարգված, ինչը կրկնում եմ, կարող է լինել տևական, բայց ամենակարևոր պայմանը այն է, որ դա լինի ընդհանուր, ներառի կրթական, սոցիալական, տեղում հոգեբանական եւ այլ ոլորտներ, որոնք կպահանջեն յուրաքանչյուր կոմպոնենտի մասով համակարգված աշխատանք, ինչպես ընդհանուր վարչության կողմից որպես համակարգային մոտեցում, այնպես էլ յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում տեղերում առանձին աշխատանք տանելով, բայց ամենակարևորը չի կարող երկրում համընդհանուր այդ բարքերի գոյության պայմաններում, ես հիմա օրինակը բերեմ, չշեղվենք, բայց չի կարող ազգային ժողովում նմանատիպ դրսևորման պայմաններում ակնկալիք ստեղծվել, որ բանտերում քրեական ենթամշակույթը վերանալու է զուտ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելով։ Դա չի կարող։ Դա այնպեսի ուղիղ եթերում քրեական ենթամշակույթ հիշեցնող ազգային ժողովի նիստեր են, մենք ինչ ենք պահանջում, մենք բեռ ենք դնում սիստեմի առանձին մի էլեմենտի վրա, որ ինքնառողջացմամբ զբաղվի, որը անհնար է, դա չի կարող լինել։ Ընդհակառակը տարբեր օղակներով գնում է սնուցման որոշակի այսպես դրսևորում, որովհետև մենք խոսում ենք մի կողմից օրենսդիր մարմնի մասին, որտեղ մենք տեսնում ենք ինչ է կատարվում փողոցային ռազմավարկայի մակարդակով, բայց մենք օրենսդրական փոփոխություններով իմիտացիա ենք ստեղծում, թե բանտերում կամ բանակում պայքարում ենք քրեական ենթամշակույթի դեմ։ Սա այդ մասով, թեպետ սա այն հարցն է, որ կարող ենք բավականին երկար խոսել։ Հիմա դառնամ ձեր մյուս հարցին։ Առանձին գործերը կարևոր են պատկեր կազմելու համար, թե ինչ բարեփոխումների է ենթարկվել համակարգը, բայց կրկին մեկ գործով, մարտի 1-ը կամ առանձին դրվագով դու չես կարող ընդհանուր համակարգի մասին, համընդհանուր նաև իշխանությունների անկեղծության մասին կարող են հուշել կամ հերքել, եթե դատաիրավական համակարգի բարեփոխումներ են իրականացում, իսկ ես ինչ ծնվել եմ, այդ մասին լսում եմ, բոլոր նախարարները բարեփոխում եւ բարեփոխում են, բայց երբ որ նշանային հատկապես քաղաքական նշանակությամբ գործերով մարդուն տեղափոխվում են ոստիկանության վերահսկողությամբ ինչ որ միտեղ, ոստիկանները գնում են բնական կարիքներ հոգալու իբր թե, գալիս են այս տղային ծեծում են, ոստիկանները գալիս են ու երթը շարունակում են կարծես ոչինչ տեղի չի ունեցել, հա, այսինքն սա նորմալ է։ Ռոբերտ ջան, ես այս առումով կուզեմ հիշեցնեմ եւ ձեզ, ես ինքս էլ օրերս եմ հիշել, լուրերից գտա, որ Սամվել Վարդանյանի միջադեպի առնչության օրը երեկոյան իշխող ուժի կուսակցության էջով տարածվեց հորդոր հայտարարություն, որ իրավապահ մարմինները շատ արագ պետք է դեպքը քննեն
եւ մեղավորին պատասխանատվության ենթարկելու ինստիտուտ։ Չէ, խոսքը վերաբերվում է ավտոբուսի դեպքին, ոչ Սամվել Վարդանյանի, խնդրում եմ, տարբերակ, ոչ, որ զրպարտել է, խուլիգանություն է տեղի ունեցել եւ հորդորում են, որ իրավապահները, ես ուղղակիորեն բառերը հիմա չեմ հիշի, բայց մեսիջը այն էր, որ եւ 1 տարի հետո ուղեղ մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ որ Սամվել Վարդանյանի կողմից կատարվածի առնչությամբ կա վերջնական ակտ իր դեմ, այո, իր դեմ, Սամվել Վարդանյանը որպես տուժող, ում նկատմամբ ակնհայտորեն նկարներով ողջամիտ կասկածից վեր հանգամանքներում, հա, մենք տեսանք տարածվեցին պաշտպանների կողմից բավարար տվյալներ, որոնք թույլ են տալիս այդ ողջամիտ կասկածից վեր պատկերացումը ձևավորել, որ այո, իսկապես տեղի ունեցել անձի նկատմամբ վատ վերաբերմունք, մինչ օրս մենք ականատես ենք քննության, որը ոչ միտեղ չի տանում։ Ես նշեցի, որ սա այն դեպքն է, որ ամբողջ համակարգի անառողջ վիճակը ցույց է տալիս, որովհետև ցավոք սրտի մենք այն իրավիճակում ենք, երբ արդարադատությունը գործում է այն դեպքում, երբ որ դա պետք է որոշակի շրջանակների եւ բխում է որոշակի շրջանակների շահերից, բայց իրապես տուժողների պարագայում, երբ որ ակնհայտ են խախտումները, հանգուցալուծում եւ պատասխանատվության ինստիտուտ ակտիվ գործողության մեջ մենք չենք տեսնում։ Ասածս գիտեք որն է, Սերժ Սարգսյանի, Քոչարյանի հատկապես օրոքել ընդդիմությանը երբ որ ծեծում էին, չեն բռնվում, հա, մեղավորները չեն պատժվում, կամ եթե նույնիսկ հայտներ մեղավորը, նա ինչ որ սիմվոլիկ փոքրիկ պատժիկի էր արժանանում։ Այս իշխանությունը մերժում է նախկիններին, բայց երևի պետք է մերժեն նաև այս բարքերի իմաստով Տիկին Հարությունյան, ոչ թե դուք ասեցիք արդեն։ Ինչու այդպես չի։ Որովհետև հիմա արդեն ընդհանուր բարեփոխումների մասով, ինչու այդպես չէ, որովհետև իշխանությունը չկարողացավ իսկապես դատական բարեփոխումներ իրականացնել, որը կտաներ այդ բարքերի փոփոխությանը եւ կմաքրեր համակարգը այն բոլոր արատավոր դրսևորումներից, որոնք կային մինչև 18 թվականը, արդյունքում եկավ իրավիճակ, որ այդ բոլոր դրսևորումները ոչ միայն տեղում են, դեռ շարունակվում են, այլ նաև կատարելագործվում են։ Այսինքն դիմադիր ծեծելը թեմա չի Հայաստանում, այսպես բոլոր իշխանությունների ժամանակ ստացվում։ Դե այդպես է ստացվում, նախորդ տարվա ապրիլի դեպքերը երևի, երբ որ ընդդիմադիր падգամավորին հենց ոստիկանության շենքի հարևանությամբ ոռնության ենթարկեցին եւ որևէ պատասխանատու անձ մենք մինչ օրս չունենք։ Սա արդյունքն է նրա, որ ցավոք սրտի խոստացված արդարադատության բարեփոխումները որպես այդպիսին կյանքի չկոչվեցին եւ երբ որ մենք խոսում ենք արդարադատության ոլորտի բարեփոխումների մասին, դատական եւ իրավական լայն վերցված, պետք է միշտ հիշել, որ դա սոսկ դատարանները չեն, դատավորները չեն, դա շատ ավելի լայն է, ինչը ենթադրում է քննիչներ, քննչական մարմիններ, ուժային մարմիններ, դատախազություն, որը պատասխանատու է այնպիսի գրագետ, հա, քննության իրականացման համար, որ վերջնական արդյունքում, երբ որ այդ գործով մարտի 1-ը կլինի, Սամվել Վարդանյանը կլինի եւ ցանկացած այլ Պողոս Պողոսյանի դեպքով կլինի, այնպիսի գրագետ եւ արդյունավետ քննություն իրականացված լինի բոլոր այլ չափանիշներին եւ սկզբունքներին համահունչ, որ վերջնարդյունքում դատարանը ուղղակի շանս չունենա, հա, հակառակ որոշումը կայացնելու։ Դա է խնդիրը, այսինքն ոչ պրոֆեսիոնալ քննության, թե նաեւ շատ հաճախ քաղաքական, այսպես ասենք, ոչ միայն քննիչը գուշակում է, քանի որ սա անդիմադիրի դեմ է, այդպես կարող են քնեցնել, ասենք դարակը դնել եւ քնեցնել, բայց եթե իշխանական падգամավորի են ծեծել, ինչը շատ վատ է, պետք է արագ բացահայտել, որովհետեւ ինձ գլխավոր դատախազը կամ այն մյուսը ասելու է ինչու դու իշխանության ներկայացուցիչ դեմ բռնության գործը չես դուք արդեն ասում եք պատասխանել տալիս եք։ Մենք խոսում ենք համակարգային բարեփոխումներից, որ պրոֆեսիոնալիզմի խնդիր կա։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ համակարգային բարեփոխում չկա, կա բարեփոխումների իմիտացիա, որոնք հողի վրա տեսանելի շոշափելի իրավիճակի փոփոխության չեն տանում։ Եթե դա լիներ համակարգային փոփոխություն, որը նաև ներսում համակարգը իր բարքերով փոխեր, մենք ստիպված չէինք լինի այս արձանագրումները անել, թե ինչու է կամքով պայմանավորված կամ չգիտեմ ինչ որ դեպքում գործում է այդ ինստիտուտը պատժելու կամ արդարադատությունը տեսանելիու ինչ որ դեպքերում եւ շատ հաճախ ընդ որում դա տեսանելի չէ, ամբողջ խնդիրը հենց դրանում է եւ ես էլի պիտի նախորդ խոսքից նշածի հետ համեմատական տանեմ, վերջի վերջո եկեք միամիտ չգտնվենք, չէր կարող մի միջավայրում համակարգում
օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության պայմաններում մի թևը շարունակեր մնալ նախկին բարքերի կրողը եւ շատ ավելի վատ դրսեւորումներով, խոսքս հենց ուղղված է կրկին օրենսդիր իշխանությանը, իր ամենօրյա գրաֆիկով աշխատանքի մասով, հա, մենք տեսնում ենք, չէ, եւ մենք ուզեինք, որ այդ նույն իրականության մեջ այդ իշխանության մի թևը ունակ լիներ բարեփոխել եւ ստեղծեր ավելի բարեվարկ եւ արդարացի դատական իշխանություն։ Նախ պիտի այն մյուսը, որը պատասխանատու էր այդ օրենսդրական, քաղաքականության մշակման, նաև իդեմս կառավարության, հա, գործադիրի, այնպիսի մի իրավիճակի հասներ, ամբողջությամբ մերժեր այդ նախորդ բարքերը, որոնց պայքարելու համար եկան իշխանության, որպեսզի այն մյուսը, որը կախված էր ուղղակիորեն այդ փոփոխություններից, ինքնաբերաբար տրվեր այդ փոփոխություններին։ Այսինքն ստացվում է մենք ուզում ենք օրենսդիր գործադիրը մնա նույն այդ նախկին բարքերի կրողը, բայց դատական իշխանությունը ինքնառողջացմամբ զբաղվեր կամ որոշակի մակերեսային, հա, փոփոխություններով օրենսդրական տեսնեին արդյունքներ։ Անհնար է։ Միջավայրը եթե կեղտոտ է, կեղտոտ է ամբողջ համակարգը։ Իրենք պետք է տարբերվեն այդ միջավայրից, որ բարեփոխեն։ Եվ այս պարագայում ես ստիպված եմ նաև շատ դեպքերում, ես սա նախկինում եմ կրկնել, շատ դեպքերում մենք ստիպված ենք պաշտպանել արդեն դատավորներին էլ, ովքեր փորձում են կամ փորձել են այս ընդհանուր իրավիճակում իսկապես արդարադատության հետևից գնալ, որովհետև ցավոք սրտի տեսել ենք նաև իրավիճակներ, որ պատժվել են քաղաքական այդ շատ զգայուն գործերով արդարադատություն իրականացնելու համար, որը կոնկրետ շրջանակների շահերին դեմ է եղել։ Եվ այս պարագայում արդեն գործի են դրվել այլ գործիքակազմեր, իդեմս կարգապահական վարույթի, հա, կարգապահական պատասխանատվության ինստիտուտի դատավորի նկատմամբ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ում հյուրընկալել էինք Հասմիկ Հարությունյանին։